Ողջույն բոլորին, US Media YouTube-յան այգում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Միացյալ Նահանգների հարավից մինչև հյուսիս-արևելք ձգվող լայնածավալ ձմեռային փոթորիկը սկսվել է։ Որոշ շրջաններում քամու ազդեցությամբ զգացվող ջերմաստիճանը իջել է մինչև -40-ից -50 աստիճան։ Փոթորիկի հիմնական եւ ամենավտանգավոր փուլը կանխատեսվում է շաբաթ երեկոյից մինչև երկուշաբթի։ Այդ ընթացքում երկրի մեծ մասում սպասվում են առատձյան տեղումներ, ինչը կարող է լուրջ խափանումներ առաջացնել ճանապարհային երթևեկության, ավիացիայի եւ կոմունալ ծառայությունների աշխատանքում։ Փոթորիկի ազդեցության գոտին ընդգրկում է Թեքսասից մինչև Ատլանտյան արևելյան ափ եւ հյուսիս-արևելյան նահանգներ։ Երկուշաբթի երեկոյից եւ երեքշաբթի օրվանից սկսած փոթորիկի հիմնական համակարգը աստիճանաբար կթուլանա եւ կհեռանա, սակայն վտանգը լիովին չի անցնի։ Օդերևութաբանների գնահատմամբ սա կարող է լինել վերջին տարիների ամենաուժեղ ձմեռային փոթորիկներից մեկը։ Ազդեցության գոտին ընդգրկում է մոտ 200 միլիոն մարդ 45 նահանգներում։ Թեքսասում իշխանությունները հատուկ շեշտադրում են անում էներգետիկ անվտանգության վրա, հաշվի առնելով 2021 թվականի ձմեռային աղետալի սցենարը, երբ միլիոնավոր բնակիչներ օրերով մնացել էին առանց էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման։ Նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ նահանգը լիովին պատրաստ է սպասվող սառնամանիքին եւ սառցե փոթորիկին։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ արդեն ուժեղացված ռեժիմով աշխատում են ճանապարհային ծառայությունները, օդանավակայանները եւ արտակարգ իրավիճակների կառույցները, իսկ բնակիչներին հորդորել են պատրաստվել սառույցի առաջացմանը, խուսափել ճանապարհներից եւ հետեւել պաշտոնական հաղորդագրություններին։ Ջորջիա նահանգում, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենածանրաբեռնված օդանավակայաններից մեկում Ատլանտայում պաշտոնյաները վստահեցնում են, որ սպասվող սառցե փոթորիկը չի հանգեցնի օդանավակայանի փակման, թեև թռիչքների իրականացումը կարող է դանդաղել։ Նախկինում մեկ թռիչքուղու մաքրման աշխատանքները տևել է 30-ից 45 րոպե, սակայն նոր բազմաֆունկցիոնալ տեխնիկայի շնորհիվ այդ ժամանակը հնարավոր է կրճատել մինչև 15 րոպե։ Օդանավակայանի տեխնիկական սպասարկման հարցերով օգնական գլխավոր տնօրեն Քրիս Ջեքմանը հայտնել է, որ հիմնական մարտահրավերը սառույցն է, ոչ թե ձյունը։ Վաշինգտոնում քաղաքապետ Մյուրել Բաուզերը հայտարարել է, որ մայրաքաղաքը պատրաստվում է ուժեղ ձնաբանքին եւ սառցակալմանը, արդեն իսկ տեղափոխելով քաղաքային ծառայությունները ձնմաքրման ռեժիմի։ Նրա խոսքով դադարեցվել է տերևահավաքը, աղբանության օրերը տեղափոխվել են, իսկ բնակելի եւ բիզնես տարածքների սեփականատերերը պարտավոր են մաքրել իրենց մայթերը։ Կանխատեսվում է մինչև 30 սանտիմետր ձյուն հնարավոր սառցակալմամբ։ Նրա խոսքով ավելի քան 800 աշխատակից եւ շուրջ 300 միավոր տեխնիկա կներգրավեն ձնմաքրման աշխատանքներում։ Վաշինգտոնի մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Ռենդի Կլարկն էլ նշել է, որ մետրոն պատրաստ է աշխատել ձյան պայմաններում, սակայն սառույցը լուրջ վտանգ է ներկայացնում եւ որոշ հատվածներում սահմանափակումը կարող է լինել ուղղակի անվտանգության ապահովման դեպքում։ Նյու Յորք քաղաքում սպասվում է վերջին մոտ 4-5 տարիների ընթացքում գրանցված ամենամեծ ձյան քանակը։ Քաղաքապետ Զորան Մամդանին հայտարարել է, որ ավելի քան 2000 սանիտարական աշխատակիցներ եւ հազարավոր մեքենաներ կներգրավեն ձնմաքրման աշխատանքներում։ Քաղաքում արդեն ուժի մեջ է մտել կապույտ կոդ ռեժիմը, ապաստարանները բաց են, անօթևանների հետ աշխատող խմբերը շարունակում են շրջայցերը բոլոր 5 շրջաններում։ Նյու Յորք նահանգի մասով նահանգապետ Քեթի Հոքուլը նախազգուշացրել է, որ ծայրահեղ ցուրտը լուրջ վտանգ է ներկայացնում կյանքի համար։ Նրա խոսքով ցրտահարությունը կարող է սկսվել ընդամենը 5 րոպե անց բաց օդում գտնվելուց հետո։ Նահանգում ակտիվացված են բոլոր արտակարգ ծառայությունները, առկա է ավելի քան 114,000 տոննա աղի պաշար, շուրջ 1600 ձնմաքրիչ մեքենա եւ 5600 կոմունալ աշխատող հնարավոր հոսանքի անջատումների արձագանքելու համար։ Հարավային Կարոլինայից մինչև Նյու Ջերսի արդեն իսկ հայտարարված է արտակարգ դրություն։ Մերիլենդի նահանգապետ Վեսթմուրը ընդգծել է, որ վտանգավոր ձմեռային փոթորիկը չի սահմանափակվում միայն Ատլանտյան ափով։ Նահանգապետի խոսքով արտակարգ դրություն է հայտարարվել ոչ միայն արևելյան նահանգներում, այլև երկրի ներքին հատվածներում, այդ թվում Լուիզիանայում եւ Օքլահոմայում։ Նրա խոսքով սա փոքր կամ տարածաշրջանային փոթորիկ չէ, այլ համակարգ, որը կազդի Միացյալ Նահանգների զգալի մասի վրա։ Վեսմուրը նշել է, որ ամբողջ երկրով նահանգապետերը պատրաստվում են սերտորեն համագործակցել Սպիտակ տան, Դաշնային վարչակազմի եւ ՖԵՄԱ-ի հետ, ոչ միայն փոթորիկից առաջ, այլ նաեւ դրա ընթացքում եւ հետևանքների հաղթահարման փուլում։ Մուրը նշել է, որ նահանգում իրականացվում է տարբեր սցենարների լայնածավալ պլանավորում, որոնց մեծ մասը վերաբերում է բացասական զարգացումներին։ Նրա խոսքով իշխանություններն առաջնորդվում են սկզբունքով հուսալ լավագույնին, բայց պատրաստվել վատագույնին։ Փոթորիկի ֆոնին օդերևութաբանները նաև զգուշացնում են տեղեկատվության աղբյուրների ընտրության կարևորության մասին։ Սմարթֆոնների եղանակային հավելվածները կարող են մոլորեցնել վտանգավոր բազմաշերտ փոթորիկների ժամանակ։ Մասնագետները նաև զգուշացնում են սոցիալական ցանցերում տարածվող չափազանց կամ դրամատիկ կանխատեսումների վտանգի մասին, կոչ անելով հետևել միայն պաշտոնական աղբյուրներին եւ տեղական օդերևութաբանների կանխատեսումներին։ Հատկապես կարևոր է տարանջատել AI-ով ստեղծված տեսանյութերը իրականից։ Իշխանությունները ողջ երկրում կրկնում են մեկ հիմնական ուղերձ՝
այս փոթորիկին պետք է վերաբերվել լուրջ։ Քաղաքացիներին կոչ է արվում հնարավորինս մնալ տանը, պատրաստել սննդի, ջրի և դեղորայքի պաշարներ, խուսափել ճանապարհներից և թույլ տալ, որ արտակարգ ծառայությունները կատարեն իրենց աշխատանքը։ Փոթորիկը լուրջ փորձություն է լինելու Միացյալ Նահանգների համար, սակայն իշխանությունների գնահատմամբ համատեղ պատրաստվածության դեպքում այն հնարավոր է հաղթահարել նվազագույն կորուստներով։ Սիրելի հայրենակիցներ, հատկապես այս օրերին ձմեռային փոթորիկի գոտում գտնվող մեր բարեկամներ առաջինը հուսամ, որ պատրաստ եք։ Ձեռնարկել եք բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցները։ Գրեք մեզ մեկնաբանություններ բաժնում, թե ինչպիսին է իրավիճակը ձեզ մոտ, ձեր նահանգում, քաղաքում, համայնքում։ Նկարահանեք տեսանյութեր, կիսվեք նախապատրաստական աշխատանքներով, կիսվեք ձեր փորձով, որը կարող է օգնել մեր մյուս հայրենակիցներին։ Կապվեք մեզ հետ Facebook-ով կամ Instagram-ով, լինքերը կցված են ալիքին, կամ պարզապես փնտրեք USR Media եւ ուղարկեք տեսանյութեր։ Եկեք համախմբվենք ու այս հարթակից ներկայացնենք իրականությունը զերծ ավելորդ խոճապներից եւ չճշտված տեղեկատվությունից։ Ձեր փոքր տեսանյութը կարող է մեծ աջակցություն լինել մեր մյուս հայրենակիցներին։ Ընդ որում հիշեք, այս ալիքը, այս հարթակը ստեղծվել է հենց դրա համար՝ լինել համախմբված, լինել միասնական, անկախ նրանից, թե որ նահանգում ենք ապրում։ Կսպասեմ ձեր տեսանյութերին։ Ու շարունակենք, նախկին սնոուբորդիստի մասին է խոսքը, Ռայան Վեդինգը ձերբակալվել է։ Նրան փնտրում էին շուրջ 10 տարի։ ABA-ի տնօրեն Քաշ Պատելը հայտարարել է, որ Վեդինգը ձերբակալվել է Մեքսիկայում եւ արդեն Միացյալ Նահանգներում է։ Նրա խոսքով Վեդինգը ավելի քան 10 տարի թաքնվել է Մեքսիկայում եւ 2024 թվականից հետախուզվում էր կոկայինի թրաֆիկինգի եւ սպանության մեղադրանքներով։ Վեդինգը 2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին ներկայացրել է կանադան սնոուբորդ մարզաձևում, սակայն ըստ դաշնային դատախազների հետագա տարիներին նա դարձել է միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպության ղեկավար, գործելով մեքսիկական Սինալոայի կարտելի շրջանակներում։ Մեղադրանքի համաձայն կառույցը կոկայինը տեղափոխել է Կոլումբիայից Մեքսիկայի եւ Հարավային Կալիֆոռնիայի միջոցով, այնուհետև տարածել Միացյալ Նահանգներում եւ Կանադայում։ Քաշ Պատելը հայտարարել է, որ Վեդինգը օլիմպիական մարզիկից վերածվել է ժամանակակից աշխարհի ամենախոշոր նարկոթրաֆիկինգ իրականացնողներից մեկի, նրան համեմատելով անգամ ժամանակակից Էլ Չապոյի եւ Պաբլո Էսկոբարի հետ։ Նրա խոսքով Վեդինգը կարծում էր, թե կարող է խուսափել արդարադատությունից, սակայն այդ փորձը ձախողվել է։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով Վեդինգը նաև ներգրաված է եղել վկաների ահաբեկման գործողություններում, այդ թվում սպանությունների պատվերներում եւ մեծ շահույթ է ստացել թմրանյութերի վաճառքից եկած միջոցների լվացման մեջ։ Նա պաշտոնապես ընդգրկվել էր ՀԴԲ-ի, նույն ինքը FBI-ի ամենահետախուզվողների ցուցակում 2025 թվականի մարտին։ Սպանության մեղադրանքները կապված են 2023 թվականի նոյեմբերին Կանադայում մի ընտանիքի 2 անդամների սպանության հետ։ Պետդեպարտամենտը նախկինում հայտարարել էր մինչև $10 միլիոն պարգևատրության մասին Վեդինգի ձերբակալության կամ դատապարտմանն աջակցող տեղեկությունների համար, իսկ արդարադատության նախարարությունը նաև առաջարկել էր մինչև $15 միլիոն պարգև։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Փեմ Բոնդին ավելի վաղ հայտարարել էր, որ անկախ նրանից խոսքը թմրաբարոնների, թե փողոցային դիլերների մասին է, բոլոր նրանք, ովքեր թմրանյութեր են վաճառում երեխաներին, ենթարկվելու են քրեական հետապնդման։ Ռայան Վեդինգի առաջին դատական լսումը տեղի կունենա երկուշաբթի։ ՀԴԲ-ի Լոս Անջելեսի բաժնի ղեկավար Աքիլ Դեվիսի խոսքով էլ, եթե սպանության մեղադրանքներով դատապարտվի, Վեդինգին կարող է սպառնել դաշնային բանտում ցմահ ազատազրկում։ Ռայան Վեդինգի ձերբակալությունից անկախ նախորդ շաբաթ Մեքսիկայում ձերբակալվել է եւս մեկ անձ՝ միստեր Կաստիլիոն, ով նույնպես ընդգրկված էր դաշնային հետաքննությունների բյուրոյի ամենահետախուզվող 10 անձանց ցանկում։ Նրա խոսքով Կաստիլիոյի տեղափոխումը դեպի ԱՄՆ նախատեսված է այսօր։ Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային վերահսկողության ծառայության նույն ինքը ICE եւ սահմանապահ ծառայության նույն ինքը CBP-ի պաշտոնյաները Մինեսոտայի Թվին Սիթի շրջանում անցկացված ասուլիսի ընթացքում կրկին քննադատել են քաղաքական գործիչներին, ակտիվիստներին եւ մի շարք լրատվամիջոցների պնդելով, որ վերջիններս խեղաթյուրում են դաշնային իրավապահմանների գործունեությունը, որն ուղիղ կապ ունի հանրային անվտանգության հետ։ Խոսելով լրագրողների հետ սահմանապահ ծառայության ղեկավար Գրեգորի Բովինոն հայտարարել է, որ տարիներ առաջ Միացյալ Նահանգներում ստեղծվել էին կազմակերպություններ, որոնք պայքարում էին հարբած վարորդների դեմ, այն բանից հետո, երբ բազմաթիվ երեխաներ էին զոհվում նման հանցագործությունների հետևանքով։ Նրա խոսքով այսօր գոյություն ունեն ամերիկացի մայրեր, որոնց երեխաները զոհվում են Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող հանցագործների գործունեության հետևանքով։ Սակայն այդ դեպքերը հաճախ չեն լուսաբանվում լրատվամիջոցների կողմից հավուր պատշաճի։ Պաշտոնյան նշել է, որ այդ ընտանիքների պատմությունները սրտաճմլիկ են եւ իրավապահների նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի այլևս նման զոհեր չլինեն։ Նրա խոսքով ICE-ը, ԱՄՆ սահմանապահ ծառայությունը եւ դաշնային իրավապահ մյուս կառույցները վճռական են հանցավոր անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալներին հեռացնելու ԱՄՆ փողոցներից։ ICE-ի ներկայացուցիչ Մարկոս Չարլզն էլ ընդգծել է, որ իրենց ամենօրյա գործունեության հիմքում քաղաքականությունը չէ, այլ հանրային անվտանգությունն է։ Նրա խոսքով քաղաքական
քաղաքական գործիչներն ու ակտիվիստները հաճախ վախ են սերմանում սեփական համայնքներում, ստեղծելով կեղծ պատկերացում ICE գործողությունների մասին։ Չարլզը շեշտել է, որ ICE աշխատակիցները ընտանիքի հայրեր ու մայրեր են։ ICE եւ Դաշնային արդարադատության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ լիովին հանձնառու են օրենքի գերակայության պահպանմանը եւ հանրային անվտանգության ապահովմանը։ Նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին եւ մեդիային դադարեցնել վտանգավոր հռետորաբանությունը, որը նրանց թշնամանք է սերմանում բնակիչների եւ դաշնային իրավապահների միջև։ Պաշտոնյաները նաեւ ներկայացրել են վերջին օրերին ձերբակալված մի շարք հանցավոր անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալների անուններ, որոնք դատապարտվել էին սեռական հանցագործությունների, թմրամիջոցների շրջանառության, ընտանեկան բռնության եւ այլ հանցագործությունների համար։ Նրանց խոսքով սա է այն մարդկանց խումբը, որոնց պաշտպանում են կամ փորձում են պաշտպանել որոշ ակտիվիստներ։ Մինեապոլիս Սենթ Փոլ միջազգային օդանավակայանի հարակից տարածքում բողոքի ակցիա էր, որի մասնակիցներին ոստիկանությունը ձերբակալել է։ Ըստ հաղորդագրության նրանք խախտել են բողոքի թույլատվության պայմանները։ Աշխատանքային միությունների, առաջադեմ կազմակերպությունների եւ հոգեվորականների ցանցը ավելի վաղ կոչ էր արել չգնալ աշխատանքի դպրոց կամ խանութներ, ի նշան Մինեապոլիսում եւ Սենթ Փոլում ներգաղթային գործողությունների բողոքի։ Մոտ 100 հոգեվորական է ձերբակալվել։ Նրանք բողոքում էին ներգաղթյալների արտաքսման գործընթացներին Delta Airlines ավիաընկերության մասնակցության դեմ։ Ցուցարարները ձերբակալվել են հիմնական տերմինալի մոտ, երբ անցել են իրենց թույլատվությամբ սահմանված տարածքից եւ խաթարել ավիաընկերությունների աշխատանքը։ Իշխանությունները դեռևս չեն հայտնել ձերբակալվածների հստակ թիվը։ Նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Վաշինգտոնում անցկացվող March for Life ամենամյա երթի մասնակիցներին, ընդգծելով կյանքի իրավունքի, ընտանիքի ինստիտուտի եւ կրոնական ազատության պաշտպանության կարեւորությունը։ Նախագահը հիշեցրել է, որ արդեն 53 տարի է ուսանողները, ընտանիքները, հավատացյալներն ու հայրենասերները երկրի տարբեր հատվածներից հավաքվում են Վաշինգտոնում պաշտպանելու յուրաքանչյուր մարդկային կյանքի անսահման արժեքն ու Աստծուց տրված արժանապատվությունը։ Նա նշել է, որ 2026 թվականին Միացյալ Նահանգները նշում է անկախության հռչակագրում կյանքի իրավունքի ճանաչման 250-ամյակը եւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ձմեռային պայմաններում մասնակցում են երթին։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ 6 տարի առաջ ինքը դարձավ ԱՄՆ պատմության առաջին նախագահը, որ անձամբ մասնակցեց March for Life-ին։ Նրա խոսքով այդ պահից սկսած իր վարչակազմը ձեռնարկել է աննախադեպ քայլեր պաշտպանելու կյանքը եւ ամրապնդելու ընտանիքի ինստիտուտը։ Թրամփը նշել է, որ կյանքը պաշտպանող մշակույթի ձևավորումը շարունակվում է երկրի բոլոր նահանգներում եւ համայնքներում, եւ այդ պայքարը պետք է տարվի ոչ միայն քաղաքական հարթակներում, այլ նաեւ հասարակության սրտերում եւ մտածողության մեջ։ Նա ասել է, որ իր վարչակազմի օրոք պաշտպանվում է կրոնական ազատությունը, դադարեցվել է հարկատուների միջոցներով աբորտների ֆինանսավորումը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում եւ աջակցություն է ցուցաբերվում հավատքի վրա հիմնված որդեգրման ու խնամակալության ծրագրերին։ Նախագահը հայտնել է նաեւ, որ կառավարությունը ներդրումներ է կատարում ծնողների աջակցության ծրագրերում, այդ թվում յուրաքանչյուր նորածնի համար նախատեսված $1000 հաշիվների միջոցով, որոնք նախատեսված են երկարաժամկետ աջակցություն ապահովելու համար։ Ելույթի ավարտին կամ ուղերձի ավարտին Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի յուրաքանչյուր երեխա Աստծո պարգև է եւ խոստացել է շարունակել պայքարը կյանքի պաշտպանության սկզբունքների համար, շնորհակալություն հայտնելով երթի մասնակիցներին եւ օրհնություն մաղթելով Ամերիկային։ Մեկ արտասովոր արտակարգ դեպքի մասին Պակոիմայում այսօր վաղառավոտյան Թեսլա մակնիշի ավտոմեքենան մխրճվել է բնակելի տուն։ Սպիտակ Թեսլան անցել է ցանկապատի միջով, հնարավոր է նաև բախվել է երթևեկության նշանային ցյանը եւ վերջապես կանգ է առել տան ներսում, հայտնվելով հյուրասենյակում։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխվել 2 տուժած, սակայն այս պահին պարզ չէ նրանք գտնվել են մեքենայի ներսում թե տան մեջ։ Փրկարարական ծառայությունները շարունակում են գնահատել շենքի կառուցվածքային վնասները։ Եվ վերջին լուրը TikTok-ի չինական մայր ընկերությունը հայտարարել է, որ ավարտին է հասցրել գործարքը, որը նպատակ ունի խուսափել Միացյալ Նահանգներում հավելվածի հնարավոր արգելքից։ Գործարքի շրջանակում կստեղծվի նոր համատեղ ձեռնարկություն մեծամասամբ ամերիկյան սեփականությամբ, որի հիմնական նպատակն է պաշտպանել ԱՄՆ օգտատերերի տվյալները։ Սա կարևոր քայլ է անտարիների քննադատությունից հետո, որոնք սկսվել էին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Վերջինս դեռևս 2020 թվականին էր փորձել արգելել TikTok-ը ազգային անվտանգության մտահոգությունների պատճառով, սակայն այդ քայլը հաջողություն չէր ունեցել։ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել, նշելով, որ շատ երջանիկ է TikTok-ը փրկելու գործում իր դերակատարության համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ցին Պինին գործարքը հաստատելու համար եւ համագործակցելու։
Նորաստեղծ TikTok USDS-ը համատեղ ձեռնարկություն է եւ պատասխանատու կլինի ԱՄՆ օգտատերերի տվյալների, ավելվածների եւ TikTok-ի առաջարկությունների ալգորիթմի անվտանգության համար։ Գործարքի համաձայն ամերիկյան եւ միջազգային ներդրողները կունենան ընկերության 80.1% բաժնեմասը, իսկ ByteDance-ը կպահպանի մնացած բաժնեմասը։ Գործարքի հիմնական կառավարող ներդրողները կլինեն տեխնոլոգիական հսկա Oracle-ը, մասնավոր ներդրումային ընկերություն Silver Lake-ը, ինչպես նաեւ Աբու Դաբիում հիմնված MGX-ը, որոնցից յուրաքանչյուրը կունենա շուրջ 15% բաժնեմաս։ Սպիտակ տան պաշտոնյայի փոխանցմամբ գործարքը հաստատվել է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Չինաստանի կառավարությունների կողմից։ Նոր ձեռնարկությունը TikTok-ի ալգորիթմը կպահպանի եւ կաշխատի բացառապես ԱՄՆ օգտատերերի տվյալների վրա, որոնք կպահվեն Oracle-ի ամպային համակարգում։ Այժմի համար այսքանը, բայց եւս մեկ անգամ հիշեցնեմ բոլոր մեր այն հայրենակիցներին, որոնք որ գտնվում են կամ բնակվում են ձմեռային փոթորիկի գոտում, նկարահանեք ձեր տեսանյութերը, ներկայացրեք ձեր նախապատրաստական աշխատանքները, ներկայացրեք պաշտպանիչ հնարավոր միջոցները, կիսվեք ընդհանրապես թե ինչ է տեղի ունենում ձեր համայնքում, դա գուցեև օգնի մեր մյուս հայրենակիցներին ավելի լավ նախապատրաստվել, ավելի լավ պաշտպանվել։ Գիտեմ բարդ է լինելու, որովհետև նշված է, որ վերջին տարիների ընթացքում սա լինելու է ամենաուժգին փոթորիկներից մեկը։ Ի սկզբանե այս հարթակը ստեղծվել է հենց այդ նպատակով՝ մեր հասարակությանը, մեր հանրությանը, մեր հայրենակիցներին, մեր մայրենի լեզվով ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում, այնպես որ եկեք համախմբվենք ու այս հարթակը օգտագործենք ի նպաստ։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ, որ մինչև վերջ դիտեցիք, զգույշ եղեք, ամեն դեպքում պաշտպանված եղեք տեղեկացված, օգտվեք միայն պաշտոնական աղբյուրներից, մենք էլ մեր հնարավոր պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունը կհաղորդենք այս օրերին իրենք համախմբված եւ ամենակարևորը՝ առողջ եղեք։